Այս մարդիկ ունեն առաջնորդական ունակություններ։ Նրանք համառ են, նպատակասլաց, կազմակերպված, պահանջկոտ և ամենաաշխատասեր մարդիկ են։ Այս մարդիկ ունեն գործնական մտածողություն, հաջողված են բիզնեսում և ֆինանսներում, նվիրված են, գնահատում են նույնը դիմացինի մեջ, արդարամիտ են, երբեմն այդ գործը վերցնում են իրենց վրա։ Մարդիկ, ովքեր կրում են այս թիվը, համարվում են ճակատագրական մարդիկ։ Սա կարմայի թիվն է։ Եվ այս մարդիկ այն մարդիկ են, ովքեր ծնվել են ամեն ամսվա 8-ին, 17-ին և 26-ին։ Բարի երեկո։ Այսօր խոսելու եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր կրում են 8-ի էներգիան։ Ինչպես արդեն նշեցի, այս մարդիկ ամենաաշխատասեր մարդիկ են։ Իրենց համառության շնորհիվ նրանք կարողանում են հասնել շատ բարձրունքների։ Այս թիվը պատասխանում է նյութական աշխարհի համար։ Նրանք կարողանում են լավ գումար աշխատել։ Եթե դուք ունեք բիզնես և ուզում եք, որ ձեր բիզնեսը հաջողված լինի, եթե ձեզ հարկավոր է մարդ, ով կղեկավարի, ապա ընտրեք այն մարդկանց, ովքեր ծնվել են ամեն ամսվա 8-ին, 17-ին և 26-ին։ Առաջին հայացքից թվում է, որ այս մարդիկ շատ սառն են, անտարբեր, խիստ, բայց դա միայն թվում է, որովհետև նրանք իրականում շատ զգացմունքային են, ուղղակի շատ դժվարությամբ են կարողանում արտահայտել իրենց էմոցիաները։ Նրանք անչափ նվիրված են և նույնն էլ պահանջում են դիմացինից։ Չստանալու դեպքում կարող են պատժել։ Այս մարդիկ երբեմն լինում են շատ դաժան, որովհետև սա համարվում է կարմայի թիվը, ինչ տաս, այն էլ կստանաս, բայց հաճախ նրանք իրենց կյանքում այնքան անարդար են լինում, որ ունենում են շատ դժվարություններ, հայտնվում են բացասական հոգեբանական վիճակում և դա էլ ստեղծում է այն մինուսները, որի պատճառով չեն կարողանում առաջ շարժվել։ Այս մարդիկ պետք է լինեն արդար ամեն ինչում, հատկապես գումարային հարցերում։ Նրանք այնքան շատ են աշխատում, որ երբեմն մոռանում են, որ գոյություն ունի անձնական կյանք։ Անգամ իրենց անձնական կյանքում միևնույն է, նրանք կարևորում են աշխատանքը։ Չէ՞ որ այդ աշխատանքն է բերում հարաբերություններում հանգստություն, խաղաղություն և հնարավորություն վայելելու։ Դրա համար այս մարդիկ պատրաստ են աշխատել։ Նրանք պատրաստ են իրենց կողակցի համար անել անգամ անհնարինը, շատ ռոմանտիկ են և սիրում են ուրախացնել իրենց կողակցին։ Այս տղամարդիկ դիմացինի մեջ գնահատում են մաքրությունը, պարզությունը, նվիրվածությունը։ Բայց ինչպես բոլոր թվերը, այնպես էլ 8, 17 և 26 թվերը ունեն իրենց համապատասխան առանձնահատկությունները։ Օրինակ 8 թիվը։ Այս մարդիկ շատ ուժեղ են։ Նրանք ինքնուրույն հասնում են կյանքում մեծ հաջողությունների, չեն սիրում ուրիշներից կախված լինել։ Նրանց համար կարևոր է, երբ իրենց կյանքում առաջ են գնում միայնակ, որովհետև այս մարդիկ իսկապես շատ ուժեղ մարդիկ են։ Հաճախ սիրում են մենակ մնալ։ Մարդիկ, ովքեր ծնվել են 17 թվի տակ, այստեղ կա մեկի առաջնորդությունը, անկախությունը և 7-ի մտածողությունը, ինտուիցիան։ Դրա համար 17 թվի տակ ծնված մարդիկ սովորաբար ավելի հոգևոր են։ Նրանք ոչ միայն ձգտում են նյութական հաջողությունների,
այլև հոգևոր։ Նրանց համար ոչ միայն կարևոր է սերը, նաև հոգին։ Դրա համար իրենք ամբողջ կյանքում փնտրում են հոգևոր թեթևություն։ Կարող են երկար ժամանակ մենակ մնալ։ Միայն թե իրենց կողքը լինի այն մարդը, ում հետ կա հոգևոր կապվածություն։ 26 թվի տակ ծնված մարդիկ։ Այստեղ կա 2-ի համագործակցությունը և 6-ի սերը դեպի ընտանիքը, դեպի հաճույքները, դեպի կայունությունը, դեպի վայելքները։ Դրա համար այս մարդիկ համարվում են ամենափափուկ մարդիկ և այս մարդկանց համար շատ կարևոր են ընտանեկան վիճակները։ Նրանք ձգտում են ընտանեկան կայունության և ուզում են իրենց կյանքում ստեղծել ամուր ընտանիք։ Այս մարդիկ չեն սիրում մենակ մնալ։ Դրա համար հաճախ են հանդիպում և հաճախ են լինում տարբեր հարաբերությունների մեջ, որովհետև իրենց կյանքում փնտրում են սեր, փնտրում են զգացմունք և փնտրում են հոգևոր կապվածություն։ Ինչպես արդեն նշեցի, այս բոլոր թվերը ունեն մեկ էներգիա, դա 8-ի էներգիան է, և անկախ ամեն ինչից 8, 17 և 26 այս մարդիկ իրենց կյանքում հաջողված են և հաջողված են նաև այն մարդիկ, ովքեր իրենց կողքն են։ Մարդիկ, ովքեր ծնվել են 8, 17 և 26 թվերի տակ։ Ձեր համար շատ կարևոր է, որ դուք լինեք մաքսիմալ արդար գումարային հարցերում, չխաբել և ճիշտ ժամանակին տալ աշխատավարձերը, որովհետև դուք համարվում եք կարմիկ մարդիկ և ցանկացած մարդու կյանքում կարող եք ունենալ դրական և բացասական ազդեցություն։ Եթե դուք անցնում եք ձեր կյանքի բոլոր ծրագրերը արդար կերպով, ապա հաջողություն եք բերում նաև այն մարդկանց, ովքեր հանդիպում են ձեր ճանապարհին։ Դրա համար ձեզ համար շատ կարևոր է լինել մաքսիմալ արդար։ Եվ այս մարդիկ իրենց կյանքի դասերը անցնում են այն դեպքում, երբ որ լինում են կարեկցող, հավասարակշռված և ճիշտ պահին կարողանում են ճիշտ գնահատել իրավիճակը։ Նրանք կարող են հաճախ իրենց էմոցիաների տակ սխալ որոշումներ կայացնել, քանի որ այս մարդիկ դիմացինից պահանջում են մաքրություն, արդարություն, ապա նույնն էլ պետք է տան իրենք դիմացինին։ Ձեր թիվը համարվում է բալանսի թիվ։ Շատ կարևոր է, որ դիմացինի հետ դուք ունենաք այդ բալանսը աշխատանքում և հարաբերություններում։ Այս մարդիկ պետք է հասկանան, որ երջանկությունը փողի մեջ չէ։ Ում հետ են համատեղելի մարդիկ, ովքեր ծնվել են 8, 17 և 26 թվերի տակ։ Այն մարդկանց հետ, ովքեր ծնվել են 2, 11, 20 և 29 թվերի տակ։ Երկուսը հավասարակշռում է 8-ի ղեկավարող բնույթը։ Համատեղելի են 4, 13, 22 և 31 թվերի տակ ծնված մարդկանց հետ։ Այստեղ կա կայունություն և հստակություն։ Համատեղելի են նաև 6, 15 և 24 թվերի տակ ծնված մարդկանց հետ։ Նրանք ձգտում են ընտանեկան կայունության և ներդաշնակության։ Դժվար հարաբերություններ կարող են ստեղծվել 1, 10, 19 և 28 թվերի տակ ծնված մարդկանց հետ։ Նրանք կարող են իրար հետ մրցակցել։ Դժվար հարաբերություններ կունենան նաև 7, 16 և 25 թվերի տակ ծնված մարդկանց հետ, որովհետև 8-երը ձգտում են դեպի նյութական կայունություն, իսկ 7-երը հոգևոր։ Դժվարություն կլինի նաև 8, 17 և 26 թվի տակ ծնված մարդկանց հետ, որովհետև նրանք երկուսն էլ սիրում են վերահսկել։ Դժվարություններ կստեղծվեն նաև այն մարդկանց հետ, ովքեր ծնվել են 5,
14 եւ 23 թվերի տակ։ 5-ը ուզում է ազատություն, անկախություն եւ փոփոխություններ, որն էլ դուր չի գա 8, 17 եւ 26 թվերի տակ ծնված մարդկանց։ Շատ դժվարություններ կարող են լինել նաեւ 3, 12, 21 եւ 30 թվերի տակ ծնված մարդկանց հետ։ Սակայն մենք կյանքում կարող ենք հանդիպել նման զույգերի, ովքեր երկարատև հարաբերություններ են ստեղծում եւ երջանիկ են, բայց նրանց դժվարությունը կայանում է այն հարցում, որ երեքները ստեղծագործ մարդիկ են եւ ուզում են ազատ լինել իրենց ստեղծագործական աշխարհում, իսկ 8-երը իրենց բնավորության համաձայն սիրում են ամեն ինչ վերահսկել։ Դա դուր չի գալիս մարդկանց, ովքեր ծնվել են 3, 12 եւ 21 թվերի տակ։ Դե ինչ սիրելիներս, այսօր ես խոսում եի մարդկանցից, ովքեր ծնվել են 8, 17 եւ 26 թվերի տակ։ Ամենակարևորը՝ դադարեք վերահսկել եւ թեթև նայեք կյանքին։ Եվ հիշեք, կյանքում ամենակարևորը փողը չի, եղեք արդար եւ օգնեք մարդկանց, որ նրանք էլ ինչպես դուք հասնեն նյութական հաջողությունների։ Այսօր այսքանը, լավ եղեք։